Շնորհակալ եմ։ Պարոն Ծառուկյան, մինչև դուք ձեր նախընտրական քարոզարշավի շրջանակում շփվում եք ժողովրդի հետ, ծրագրերն եք ներկայացնում, Նիկոլ Փաշինյանը բավականին սուր խոսույթով է հանդես գալիս, ձեր նախորդ արձագանքից հետո հավասարակշռված բավականին նա շարունակում է սպառնալիքները ընդդիմության առաջնորդների հասցեին, արդյոք հետևում եք եւ որն է ձեր հետևում, բայց ուզում եմ պատասխանել, որ ես ոնց որ ասել եմ 2 օր առաջ, նոր մի ժամ առաջ ասեցի, ես իմ կլասը չեմ գցելու։ Այսօր հիմնական ժողովրդի ցավը տանեմ։ Ժողովուրդը ցանկացած մարդու գնահատում է իր արած գործով։ Ինչա արել։ Մեր վարչապետը 8 տարում ինչա արել։ Թող ասի ինչ արել, ես կարամ ասեմ ես ինչ եմ արել։ Ես 2005 թվականից վերցնելով սպորտի ոլորտը, գումարներ դնելով, ծախսելով օլիմպիական կոմիտեն բյուջե չունի։ Իմ անձնականները դրել եմ, կայացել եմ, զարգացել եմ, դպրոց եմ կառուցել, թոշակներ եմ նշանակել, գույք եմ առել, գնացածներին հետ եմ բերել եւ այսօր տարեկան 800-ից 1000 մեդալ Եվրոպա, աշխարհ եւ օլիմպիական խաղեր, որից 25%-ը ոսկի է։ Դա իմ ազգին ճանաչում է տալի։ Դրոշն է բարձրացնում, հիմն է հնչեցնում։ Եվ կարամ բոլորիդ ասեմ 2015 թվականին, որ աշխարհի օլիմպիական կոմիտեի նախագահ Տոմաս Բախը եւ Եվրոպայի օլիմպիական կոմիտեի նախագահ Պատրիկ Հեկեն իմ մոտ հույր էին եկել եւ ինձ դիմելով, որ ես օլիմպիական ընտանիքի անդամ եմ, կազմակերպենք պատերազմի ժամանակ Բաքվում կայանում էր Եվրոպայի օլիմպիական խաղերը առաջին, որ մեր պատվի խնդիրն է միայն դու կազմակերպես, որ մարդ ուղարկենք։ Ասի ինչ երեխա ուղարկեմ, իմ երեխաներն են, եթե դուք խոսք եք տալի, երաշխավորած, որ թուղթ ես գրում Տոմաս Բախին, որ գան մի հատ մաս չի պակասելու, եւ օլիմպիականի քարտուղարը իմ հետ էր, մարդը թուղթն էլ գրեց, ստորագրեց, ասեց ես երաշխավորում եմ, որ մաս չի ծրվի։ Ես իմ սպորտսմեններին ուղարկել եմ Բաքու 2015 թվականին, պատերազմի ժամանակ, պատերազմի ժամանակ գնացել են, մասնակցել են, Ծառուկյանն է կազմակերպել, 2015 թվականին հայկական դրոշը Բաքվի կենտրոնում բարձրացել է, եւ մեր Միրան Հարությունյանը իր ցավը տանեմ, կարողացավ Բաքվում հիմնական Ժերեվովկան այնպես են արել, որ Միրան Հարությունյանն ընկավ աշխարհի չեմպիոն Ալիևի հետ, ազգանուն այդ մարզիչի Ալիև էր, ու հիմնականում մեր մարզիկը կարողացավ իրան հաղթել, որ այդ ստադիոնում դալիճում ճաշ չէր դզում, որ կարողացավ ազգի պատիվը բարձր պահել եւ Բաքվում դրոշը բարձրացնել։ Իսկ պարոն Փաշինյանի օրոք միայն ու միայն դրոշները վառելով, տրորելով կամ մեր հերոս տղաների դիակները դրոշների մեջ փաթաթած են բերում։ Այսօր մեր սպառնալիքը Հայաստանի հիմնական Ալիևն ու Նիկոլ Փաշինյանը։ Թող այդքան բան ինքը լավ լսի, անտեղի չներվայնանա։ Այդքան բան։ Նկարվենք